Մենք հիմա, ինչպես ասեցինք, անդրադառնալու ենք այս միջազգային իրավունքի սուբյեկտների մյուսին, հա, մեծ հայքին։ Մենք խոսել ենք արդեն Հռոմի մասին, մանրամասն ներկայացնել ենք, թե Հռոմը ինչ էր, ինչ սոցիալական, ինչ էթնիկ, ինչ մշակութային, ինչ կրոնական, ինչ քաղաքական, ինչ դիվանագիտական միավոր էր։ Հիմա պետք է աշխատենք, տեսնենք, թե իսկ մեծ հայքը ինչպիսին էր, ինչպես եղավ, հա, մեծ հայքի բախտը պատմական, ինչպես տեղի ունեցավ կայսրությունը, ինչ գաղափարախոսություն ուներ կայսրությունը, ինչ կառույց ուներ կայսրությունը, արքայի կերպարն եք բացելու, հա, որոնք չափազանց էական նշանակություն ունեն։ Եվ այսպես ասում ենք մենք ընդունված է պատմության մեջ, Պարթևական գերությունից Հայաստան է վերադառնում Տիգրանը, որ պետք է դառնա Տիգրան մեծ։ 70 հովիտներ զիջել դրա համար մեծ հայքը պարթևներին, եւ սա եկավ Աղձնիկ գավառի մի վայրում, որից ոչ հեռու հետագայում պետք է կառուցեր իր մայրաքաղաքը Տիգրանակերտը, ինչ որ վայրում նա թագադրվեց։ Երևի կրոնական ինչ որ կենտրոն է եղել այստեղ։ Արքան չէր կարող մի աննշան վայրում թագադրվել։ Եվ դրանից հետո ամուսնացավ Միրդատ Էվպաթորի դստեր Կլեոպատրայի հետ։ Եվ դրանից հետո նրանք միասին կնքեցին բարեկամության դաշնագիր, եւ այդ բարեկամության դաշնագրի սեպը ուղղված էր Կապադովկիայի վրա։ Կապադովկիան դարձել հռոմեական քաղաքականության այսպես միջավայր, դեպի արդեն Փոքր Ասիայի խորքերը, դեպի Հայաստան, դեպի Պոնտոս, հա, այս տարածքները։ Ոստի Տիգրանը գնաց այդ քայլին 94, 93, 91 թվականներին արքան մասնակցեց Կապադովկիայի դեմ գործողություններին։ Բայց զգալով Հռոմի ռեակցիան, նա ընդհանրապես ընդհատեց այս ուղղությամբ իր շարժը, կանգնեցրեց իր բարեկամությունը Միրդատի հետ, մենք ասել ենք սա բարեկամություն էր մեկ կամ երկու հարցերի ուղղությամբ, բայց ոչ ընդհանրապես։ Բացատրվեց այս բանը Միրդատին, որը պատրաստում էր մղել Հռոմի դեմ։ Եվ իսկապես նա 3 պատերազմներ տվեց Հռոմի դեմ, եւ վերջապես պարտվեց, հա, կորցրեց իր թագավորությունը, սկսած 89-88 թվականից մինչև 71 թվականը։ Այդ պատերազմներին, հա, մենք չենք անդրադառնալու, առաջինին անդրադարձել ենք Սուլայի կապակցությամբ, բայց մնացածներին չենք անդրադառնալու։ Միայն այստեղ շեշտենք, որ պատմությունը ցույց է տալիս, որ Տիգրանի եւ Միրդատի բարեկամությունը այն բարեկամության տեսակն էր, որի մասին խոսում է Արիստոտելը։ Միայն մեկ կամ երկու հարցերի շուրջ։ Մնացած դեպքում կարելի է բարի հարաբերություններ պահպանել եւ ոչինչ ավելի։ Դրանից հետո Տիգրանը իր ուշադրությունը դարձրեց արևելք։ 87 թվականին նա մտավ Ատրպատական, գրավեց նրանց մայրաքաղաքը։ Ատրպատականը այսօրից հետո ընկավ հայոց արքայի ազդեցության ներքո։ Դրանից հետո 86 թվականին նա իր հայացքը ուղղեց դեպի հյուսային միջագետք։ Իսկ այս հյուսային միջագետքը արտակարգ կարևոր էր։ Այստեղ էին գտնվում Ադիաբենն, Մացբինը, Էդեսան, այս քաղաքները, որոնց վրայով անցնում էր առևտրական ճանապարհը, շատ բանուկ առևտրական ճանապարհը, որը նրան պետք է Տիգրանին տար մեծ նյութական հնարավորություններ, միջոցներ, հարկեր։ Դրանից հետո Տիգրանը ընդհուպ մոտեցավ ասորիքի սահմաններին։ Եվ այստեղ ասենք, թե հռոմեական պատմագիրների եւ մեկ միայն էլի հռոմեական պատմագրի միջև ինչ որ հակասություններ կան։ Պոմպեոս Ստրոգուս
անոնով մի պատմագիր կա Քրիստոսից առաջին դար։ Նրա աշխատանքը միայն էպիտոմայի հակիրճանքի ձևով է հասել մեզ։ Սա զգուշությամբ գալել էր եւ իր հորեղբայրը ծառայել էր Պոմպեոսի բանակում։ Սա այսպիսի մի հետաքրքիր տեղեկություն է բերում, որ Տիգրանին դիմեցին ասորիքի արիստոկրատիայի ներկայացուցիչները, թե արի եւ կառավարի մեզ։ Եվ բերում է այդ որոշման մանրամասները։ 20 տարիների ընթացքում, ասում է նա, առաջին դարի սկզբին Քրիստոսից առաջ, այս երկրում փոխվել էին 19 կառավարիչներ։ Սելևկյանների հաջորդների տարբեր սերունդներ անընդհատ կռվում էին իրենց դեմ իշխանության համար։ Սելևկյանների տնտեսական կյանքը քայքայվել էր, առևտուրը քայքայվել էր, արհեստները քայքայվել էին, օրենքները խաթարվել էին, քաոտիկ վիճակ էր, ասում է նա։ Եվ ասում է, որ հասարակության մեջ իսկ ավելի ճիշտ դա դրսևորվել է նրանց աշխարհաժողովի մեջ, ասում է, որ աշխարհաժողովի այս տեսարանում, ասում է, ոմանք առաջարկում էին, թե եկեք հրավիրենք եգիպտական Պտղոմեոս արքային, բայց նրանց հակաչառում էին, ասելով, որ Պտղոմեոսների դեմ մենք միշտ թշնամանք ենք ունեցել։ Ոմանք ասում են, թե Պարթև արքային կանչենք, Ոմանք ասում են, Պարթևները հեռու են, եւ հետո Պարթևները մեզանից այսպես մշակութաբեր, ընդհանրապես մոտ չեն մեզ։ Ոմանք ասում են մի հրդատ պոնտացում, ոմանք ասում են չէ, նա ռոմեացիների հետ է կռվում, իսկ մեզ կռիվ պետք չէ։ Եվ բոլորը համաձայնեցին, որ գա եւ իրենց մոտ կառավարի Տիգրանը հայոց։ Նա զոր է, ուժեղ է, բանակ ունի, չափավոր է, եւ իր հարևաններից ոչ մեկի դեմ չի կռվում։ Արժանահավատ է այս մեկնաբանությունը։ Անտիոքոս մայրաքաղաքից ոչ հեռու կար մի այսպիսի դափն է պուրակ, որտեղ սելևկյան բանակը իբրև ժողովուրդ իսկապես հրավիրում էր աշխարհաժողովներ եւ որոշումներ կայացնում։ Տեսեք, որ արքայական ընտանիքից ոչ մեկին չեն կանչել։ Եվ Տիգրանը ասում է, եկավ թույլ դիմադրությամբ, բոլորի համաձայնությամբ, ըստ էության կարողացավ իշխանությունը վերցնել իր ձեռքը այս երկրի նկատմամբ։ Էլ եմ կրկնում, այս հեղինակն ասում է, համարյա առանց դիմադրության եկավ Տիգրանը գրավեց այս տարածքները։ Հետագայում Նաբաթեան հարավում գտնվող եւ Հուդան թագավորությունները, այո, իրենց հպատակությունը հայտնեցին Տիգրանին։ Նաբաթեան արտակարգ կարևոր էր, որովհետեւ հեռավոր Հնդկաստանից եւ Չինաստանից եկող առևտրական քարավանները գալիս էին Նաբաթեևին անցնում։ Մի մասը գնում էր դեպի Ալեքսանդրիա, մյուսը դեպի Փյունիկական քաղաքներ, եւ շատ մեծ օգուտներ, եկամուտներ էին բերում։ Տիգրանը իր գերակայությունը, ինչպես ասացինք, հաստատեց նաեւ Հուդայի պետության նկատմամբ։ Ստացվեց մի հետաքրքիր բան, այնտեղ դուրս եկավ Փյունիկական քաղաքները ընդունեցին իր գերակայությունը, դուրս եկավ Կիլիկյան, դաշտային Կիլիկիա եւ եկավ Կոմագենն։ Հին երվանդական Կոմագենն էր։ Սրանք եւս ընդունեցին նրա գերակայությունը։ Եվ այսպես Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոսի սահմանները ձևավորվեց բավական կարճ ժամանակաշրջանում մի տերություն։ Տերությունն ուներ իր կառույցը, այստեղ նախ բարեկամ պետությունների, ինքնավար, ինքնիշխան բարեկամ պետություններ էին, Վիրքը, Աղվանքը, սրա մեջ մտնում էին Ատարպատականը, Նաբաթեան, Հուդան,
Այդպիսի իրավունքներից օգտվում էին նաև փյունիկական քաղաքապետությունները եւ Կոմագենը։ Բայց դրա կողքին էլ կա ինտերեսներ, որոնք անմիջապես կառավարվում էին հայոց արքունիքի կողմից։ Դա Հյուսեյն միջագետքներ, որն ասեցինք առևտրական երկրորդ ճանապարհը, եթե հարավից հաշվենք, հարուստ քաղաքներ էին, որ Տիգրանի դրա կառավարումը հանձնեց իր եղբորը Գուրասին, իսկ Ասորիքի կառավարումը հանձնեց իր դայակին Սմբատ Բագրատունուն։ Սուս պետությունների տարբեր կարգավիճակներ, տարբեր հնարավորություններ հարգում էին նրանց ինքնավարությունը, հարգում էին նրանց իրավունքները։ Տիգրան անգամ վայրի արաբական ցեղերին հանձնարարեց, որպեսզի նրանք Հյուսեյն միջագետքով անցնող ճանապարհները հսկեն։ Բոլորը կարևոր էին տերության համար։ Բոլորն իրական էին տերության համար։ Բոլորն ապրում էին ըստ իրենց օրենքի, բայց ենթարկում էին կայսրության ընդհանրական օրենքին։ Այս գաղափարը վերցված է Սելևկյան տերությունից։ Սելևկյան տերությունը ևս կառուցված էր ինքնավար համայնքների, ցեղերի, էթնիկ խմբերի, քաղաքների, գյուղական համայնքների եւ այլ կառույցների վրա։ Ինքնավար էին բոլորը, Եվ դրա մանրակերտը այս կայսրության կառույցի համարվում էր Անտիոք մայրաքաղաքը։ Անտիոք մայրաքաղաքը բացի արտաքին պատերից ուներ նաև ներքին պատեր, որտեղ ապրում էին ասորիները, հրեաները, հույները, արաբները, յուրաքանչյուրը այս մայրաքաղաքի մեջ ապրում էր իր օրենքով, բայց ենթարկվում էր նաև մայրաքաղաքի եւ տերության կանոնին։ Այս նույն ձևով Տիգրանը 80-ական թվականների վերջին աղձնիքում իշտերությանը հարավային շրջանում սկսում է կառուցել Տիգրանակերտը։ Տիգրանակերտը ամենայն հավանականությամբ կառուցված էր հենց այս սկզբունքով։ Այստեղ ապրում էին եւ հույներ, եւ ասորիներ, եւ հրեաներ, եւ հայեր, բոլորը ըստ իրենց օրենքի, բայց ենթարկում էին գլոբալ օրենքի։ Այդ գլոբալ օրենքը, ինչպես եւ Սելևկյան պետության մեջ ներկայացնում էր արքան եւ իր արքունիքը։ Արքան եւ իր արքունիքը չափազանց կարևոր դերակատարություն ունեին հելենիստական պետության մեջ։ Հելենիստական պետության մեջ մշակել էին արքայի իշխանության մեկ ամբողջական տեսություն։ Եվ դա դրսևորվում էր արքայի տիտղոսների մեջ։ Շատ բաներ գալիս էին Ալեքսանդր Մակեդոնացուց նաև։ Տվյալ հելենիստական պետությունը հունարեն կոչվում էր խորը դորիկտետոս, նիզակով ձեռք բերված երկիր։ Ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին էր իր նիզակով իր կայսրությունը ստեղծել։ Բայց նիզակը այստեղ ոչ միայն ռազմական զենք էր, այլև տիեզերաստեղծ գործիք։ Ինչպես Լաբրիսը երկսայրի կացինն էր, որ Զևսի ձեռքին տիեզերքի ստեղծման գործիք էր։ Ուրեմն բացի առօրյականությունից այս տիտղոսի մեջ մի բան կար, որ արքաները ստեղծում են իրենց սոցիալական տիեզերքը, իրենց սոցիալական միջավայրը։ Եվ այս կապակցությամբ գաղափար կար առայն, որ արքաները փրկում են տվյալ համայնքը քաոսից, իրական կամ հնարավոր։ Դրա համար նրանք կոչվում են սոտեր, ազատարար։ Հետո կայմես բոլորը անցնելու է Քրիստոսի կերպարին։ Սոտեր, ազատարար։ Եվ քանի որ նրանք ազատարար են, այո,
Եվ նրանց կերպարն էր կարևոր էր այս համայնքի համար, նրանք կոչվում էին նաև չգրված օրենք կամ հոգեղեն օրենք, նոմոս էմփսիխոս, որ նրանից է բխում իրավունքը, արդարությունը, օրենքը։ Արքաները համարվում էին նաև հայտնյալ աստվածներ, էպիֆանես, և նրանց տոհմը և իրենց անձը համարվում էր սրբազնային։ Եվ տարօրինակ չէ, որ և Տիգրան Մեծի և Արտավազդ երկրորդի դրամների վրա արքաները կոչում են Թեոս, Աստված, կամ Թեյոս, Աստվածային։ Եվ հաշվպես ուշադրություն պետք է դարձնենք մի տիտղոսի վրա էլ, որը ամենաքիչ է բացահայտված, կոչում էր արքայից արքա, Բասիլեոս, Բասիլեոն, այդպիսի տիտղոս կա։ Սովորաբար դա ասում են այն արքաների մասին, որոնց իշխանության տակ կան այլ արքաներ, բայց ուսումնասիրողները, հատկապես Գրիֆիթ, Ջեյմս Գրիֆիթ անունով հետազոտող կար, որ ցույց տվեց, որ սա կալկա է, վերցված սեմական լեզուներից, որ սա ներկայացնում է գերադրական աստիճանը, սուպերլատիվը, ածականի, սա պետք է թարգմանվել նախ եւ առաջ իբրև արքայագույն, որ սա նրա ֆունկցիան է կապելու այս երկիրը երկնքի հետ, աստվածների հետ։ Այսպիսի կերպար էր մշակված, արքաների, արքունիքի մնացած բոլոր ներկայացուցիչները ներկայացնում էին արքայական կամքը, արքայական օրենքը, արքայական արդարությունը, արքայական հարմոնիան, որը առաջնորդում էր, այս բոլորն առաջնորդում էր Տյուխեն ճակատագիրը։ Տեսեք, որ հելենիստական արքաների, այդ թվում նաև հայոց արքաների դրամի վրա կա բախտը, Տյուխեն, որը միավորում է այս բոլորին։ Ասեք ինչ է դարքիր, այսպես տեսությունը, մշակված պետության վերաբերյալ։ Նշենք, որ բացի այս բանից բավական լավ հետազոտություններ կատարվել են հելենիստական և որոշ հեղինակներ անգամ հայկական նյութն են մեջ բերել հելենիստական նյութին առընթեր, Գուդենավ, այդպիսի Էրնստ Գուդենավ, շատ հետաքրքիր հետազոտող է, որ փիլիսոփայական, քաղաքական, դիվանագիտական, իրավագիտական ասպեկտներով միահյուսում է այս բոլորը և հայկական աշխարհի իրողությունները ևս դնում է հելենիստական մնացած արքաների իրողությունների մոտ։ Կան շատ լավ այսպես հեղինակներ, ասենք թե Ֆրանսիս Դվարնիկ, որը ուսումնասիրում է հելենիզմը և ապագա քրիստոնեությունը, չէ՞ որ քրիստոնեությունը համարվում է ապագա հելենիստական, քրիստոնեական հելենիզմ է համարում և հելենիզմի մշակած շատ արժեքներ տեղափոխում են քրիստոնեական միջավայր։ Մի խոսքով, այս բոլորը նկատի պետք է ունենալ տեսնելու համար, թե ինչպիսին էր հայկական տերությունը, կարճ խոսքով ասած, և իր կառույցով, և իրավաքաղաքական, իրավախարիզմատիկ ձևակերպումներով, ու արևելքում ձևավորվել էր այդպիսի մեծ պետություն։ Եվ հելենիստական նույն Պոմպեոս Ստրոգոս հեղինակը, երբ որ խոսում է Տիգրանի հրավիրելու մասին, և ասում է, որ Sen septendecin annos regnavit tranquillissima, 17 տարի կառավարեց ամենախաղաղ ձևով։ Ոչ ինքն էր որևէ մեկին սպառնում, ոչ էլ որևէ մեկն էր իրեն սպառնում։ Հարկավ այս բոլոր նշումները գալիս էին հայոց արքունիքի քարոզչական գանձարանից էին գալիս, որին հեղինակ ամենայն հավանականությամբ ծանոթ էր, չէ՞ որ մեր արքունիքը պետք է արդարացներ իր
իշխանությունը, պետք է արդարացներ իր տիրապետությունը այլ ժողովուրդների նկատմամբ։ Այսպես ձևավորվել էր Տիգրանի տերությունը։ Մենք աշխատեցինք ներկայացնել նրա չերևացող կողմերը։ Արքայագունը որպես այդպես անգամ կարող էր իր կրոնախարիզմատիկ ազդեցությունը ունենալ, նաև այլ ժողովուրդների նկատմամբ։ Չէ՞ որ Պարթև հետագային պետք է մերժեին արքայի ցարկատի տղոսը, եւ հռոմեացիները քինչած մենք դրա մասին կխոսենք։ Շատ լավ։ Այս կառուցիկ աշխարհը, որ ոչ ինքն էր ուրիշներին սպառնում, ոչ ուրիշներն էին իրենց սպառնում, կարելի է հարկավ այսպես մի գաղափարական առումով ներկայացնել իբրև Pax Armenica հայկական խաղաղություն։ Երևի Պոմպեյ հենց սա նկատի ուներ, որ ասում էր, որ կառավարեց 17 տարի խաղաղագույն ձևով։ Այստեղ մեր մտքին գալիս է մեկ այլ չափույթ ևս։ Ինչ չափույթ է դա։ Որ հայոց պետությունը, հայոց պետականությունը արքայինքից կառավարիչ, կառավարող էլիտայի մի նոր, այսպես զանգված էր ձևորում կայսրության կապակցությամբ։ Նրանք պետք է կառավարեին կայսրությունը, տոն տային այդ կայսրությանը եւ բարձրացնեին արքայի հեղինակությունը, բարձրացնեին արքունիքի հեղինակությունը, քանի որ արքունիքն է, որ կազմակերպում է կառավարման այս բոլոր հնարավորությունները։ Իսկ Հայաստանից անդին ընթանում էին դեպքեր, իրադարձություններ, որոնք ցավոք պետք է շուտով ազդեին այս մեր գծած իդիլիայի վրա։ Ուտոպիկ այս մենք գծերով շատ դեպքերում ներկայացրինք խաղաղությունը ներկայացնելու համար։ Որն էր դա։ Մեհրդատ Պոնտացին մենք քիչ առաջ ասացինք 80-ական թվականներից սկսյալ մի 3 պատերազմ էր մղել հռոմեացիների դեմ։ Վերջինը 74-73 թվականից մինչև 71 թվականը։ Այս պատերազմի ժամանակ Մեհրդատը ներկայանում է իբրև ազատարար բոլոր հռոմեացիների, բոլոր ժողովուրդների, չար խորշում հռոմեացի քաղաքացիներին փոքր Ասիայում գտնվող քաղաքներում եւ այլ վայրերում սրի քաշելու եւ հռոմեացիները որոշեցին նրա դեմ կանոնավոր բանակ ուղարկել եւ պատերազմ մղել, կանոնավոր պատերազմ մղել Մեհրդատ Պոնտացու դեմ։ Ուղարկեցին այստեղ Լուցիուս Լիցինիոս Լուկուլոսին, որ աչքի չեր ընկել իր ռազմական տաղանդներով, բայց ճկուն քաղաքական գործիչ էր եւ նաեւ ոմանք ասում էին ինտրիգան։ Նրան ուղարկեցին արևելք, ինչպես դեպքերն են ցույց տալիս, առանց արտակարգ լիազորությունների, միայն Պոնտոսի դեմ պատերազմ վարի։ Մենք հիշում ենք, որ Պոնտոսը այդ ժամանակ ուներ տարածքներ ինչպես փոքր Ասիայում, այնպես էլ Սևծովի հյուսիսային շրջաններում։ Ուրեմն ուղարկեցին պատերազմ վարելու Մեհրդատի դեմ։ Մեհրդատը այս պատերազմում ամենալավ գծերով չներկայացավ։ Հռոմեական լեգիոններից սկսեց կրել բրդության հետևից։ Եվ նա դեսպանություն ուղարկեց Տիգրանի մոտ։ Որպեսզի նրան խնդրի, որպեսզի նրան ներքաշի
պատերազմի մեջ եւ ուղարկել էր մի մարդու իմանալով նրա նկատմամբ Տիգրանի արտակարգ հակվածությունը դա Մետրադորոս Սկեպսացին էր նշանավոր փիլիսոփա ջարդասան իմաստուն հա սա ներկայացավ Տիգրանին Տիգրանը դիմեց նրան ինչ անեմ Մետրադորոս հիշենք որ նրա բարեկամությունը սպառվել էր Միրդատի հետ Կապադովկիայի կապակցությամբ եւ նա հարցրեց ինչ անեմ Մետրադորոսը տվեց հետեւյալ պատասխանը որպես դեսպանորդ խնդրում եմ օգնիր Միրդատին բայց որպես քո բարեկամ խնդրում եմ մերժիր նրան Եվ Տիգրանը որոշեց մերժել Այսօր կանգ կառնենք այստեղ